Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք, ոչ թե ողջույն, բարի լույս, առավոտն ժամը 10:15 սիրելիներս, դե դուք ես սուրճ դրեք, որ միասին սուրճ խմենք, ես իմ սուրճը դրել եմ արդեն սիրելիներս, այս սպասի տակից բանանում սածրացնեմ, հա իմ սուրճը դրել եմ, դուք է դրեք, որ միասին խմեմ, չասեմ էլի, մոռացել եմ, ձեզ չեմ ասել, և լսեք շատ հաճելի հոգևոր երգեր, օրհնյալ օր լինի բոլորիս համար սիրելիներս, դե գնացինք։ Դե հերիքա ես քանը սիրելի հետևորդներ ջան, ինչպես տեսակ ես եկեցի իրան հետ։ Դե գնանք մեր սուրճը խմենք, դուք էլ ձեր սուրճը խմենք, հետո կտեսնենք ինչ ենք պատրաստելու այսօր, կամ չգիտենք, հետո կմիանանք իրար։ Ուրեմն, իչև սուրճս էլ մի քիչ կսարի, ուրեմն ասեմ սիրելի հետևորդներ ջան, կարող եմ ասենք հետևորդներ լինեն նոր հետևորդներից, որ ասեն սուրճի հետ ոչ մի բան չես դնում, միրգ չես դնում, կարամել, ասենք շոկոլադ չես դնում, սիրելիներս ես չեմ սիրում, որ սուրճի հետ շոկոլադ կամ միրգ դնեմ, մեկա չեմ օգտում, ձևական բաների հետևից չեմ ընկնում, ես միայն կարամելով եմ խմում, երբ որ տունը կարամել եմ ունենում, շաքարավազ չեմ ավելացնում, կամ էլ սկի ունենում եմ, էլ եմ շաքարավազ ավելացնում։ Դա թողնենք մի կողմի վրա, ուրեմն երկար ժամանակ է ես YouTube-ի գրած անունները ձեզ չեմ ասել, կարդացել, ուզում եմ հիմա կարդամ ձեզ, այս անգամ YouTube-ը քանի շաբաթ կլինի, և մի ամիս կլինի չեմ կարդացել, տնենք 28 Ինչի բերեց, անունները բերեց, ուրեմն Դոնարայիս անուննա գրած, բոլորս էլ իմս եք սիրելիներս, Կարեն Սարգսյան, Էլմիրա Վարդանյան, Արեգակ, Հասմիկ Սիմոնյան, Անահիտ Գասպարյան, Ժասմեն Մայ, Անուշ Հովսեփյան, Սուսաննա Մարգարյան, Ֆլորա Գրիգորյան, Ռիտա Վարդանյան, Մարինե Բաբայան, Գոհար Տսովանյան, ճիշտ ասեցի, չգիտեմ, Նանա Մուգդուսյան, Աննա Շահնազարյան, Լիլիթ Ախոյան, Լիանս, Սուսաննա Օհջանյան, Կարինե Պողոսյան, Անուշ Մարտիրոսյան, Մարինե Նաջարյան, Մարիետա Կազարյան, Սիրանուշ Թադևոսյան, Ռուզաննա Անլախսյան, Միսթր
Պաուկ, Միսթր Պաուկ, Լուսինե Ալեքսանյան, Սոսո Գրիգորյան, Սուսաննա Անտոնյան, Սուսաննա Անտոնյան, Մելինե Ասատրյան, Շուշանիկ Հարությունյան, Սեմիա, այս մեկը չգիտեմ, Դոզա, Ռաֆայել Չատինյան, Անահիտ Գրիգորյան, Ցրազու ԲՍՄ, չգիտեմ, Ասիա Վարդանյան, Արման Լոբյան, Մամա, այս երևի մի ամսվա գրածներն էր, սիրելի հետևորդներ ջան, ասես թողնում եմ, որ բոլորիդ անունները գա, որ բոլորիդ անունները կարդամ, սիրելիցներս, դիրխոր չընկնեք, ասեք իմս չկարդած, դրանը կարդած, բոլորիդ ասեք, թե մի աչքով եմ նայում, երկու աչքով չեմ նայում, սիրելի հետևորդներ ջան, սուրճն է խմեք, իմ աշխատանքից գնալու ժամն է գալի, չգիտեմ, կարող է եւ անտեղից է հոլովակ նկարահանը, չգիտեմ ոնց կլինի։ Ոյ, տաքա, չի լինում խմամ։ Քիչ սենց սառեցնեմ։ Ասելի հետևորդներ ջան, դե որ վռազում եք, կարակ այս ձևով խմել։ Այ այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, այն անգամ էլ ասեցիք, եթե իմ սուրճ խմելը հոգևոր երգ լսելով ինչ որ մեկին դուր չի գալիս, չեմ նեղանում, դուք կարող եք մի քիչ առաջ հետ տա եւ առաջ գնալ մնացածը նայել։ Մեկը ասենք մի երկու հոգու համար չեմ կարող հոգևոր առանց հոգևոր երգի, էսի վատ բան չի, շատ լավ բան է մեր բոլորիս։ Այսօր որ սուրճ խմեցինք, ասեցի, չէ, չգիտեմ ինչ եմ նկարահանելու։ Այդ աշխատանքից վերադարձել եմ, մտքումս ասի ինչ կարելի է սարքել, մտա խանութ, տեսա, որ գետնի վրայի սունկ են ծախում, այս սունկերը շատ համով է լինում, ծառի քոքին է լինում, էլի սա ոչ թե կախ սունկ է, այլ գետնի սունկ է, շատ համով է լինում, ուրեմն սրանցից 3 հատ սենց մեծ վերցրեցի, հիմա ուզում եմ այս սունկը սարքեմ, սիրելի հետևորդներ ջան, սունկ շատ եմ սիրում ես, մենք մեր Տավուշի շրջանի ժողովուրդը, որ ասենք սարերի հետ կապ ունեն, սունկ շատ ենք կերել են ժամանակ, ծառերի այդ կախ սունկերը լիքն էր ծառերի վրա, միշտ ժամանակին, իրան սեզոնին հավաքում էինք, դրա համար սունկից չեմ հրաժարվում, հիմա որոշեցի սունկ սարքեմ, սիրելի հետևորդներ ջան, հիմա կմաքրեմ այս երեսի շերտը, սիրում մաքրեցի, սա էլ պինդա, սա էլ կպոկեմ, բայց հետո կարող է և լցնեմ, տեսնենք հլա, հաջորդին եմ անցնում, սիրելի հետևորդներ ջան, հեշտ էլ մաքրվում է, վրաս դուս է գալի, այս ձևով դուս է գալիս, չենք վրազում, տես սիրելի հետևորդներ, ինչ ասեմ ձեզի, տենց ասելու բաներ չկա, բայց սիրելի հետևորդներ ջան, ովքեր հենց հիմա դիտում են ինձ, խնդրում եմ չմոռանալ զանգակոճակը, բաժանորդագրվել, լայքել, սիրելիներս, լայքեք, որ մեր հոլովակը տարածվի, շատ ընկերներ ունենանք, այս մեկն էլ վերջացրեցի,
Էս էլ։ Ամենասկզբից ես փոչը կդնեմ տապակվի, հետո նոր սունկը։ Խորովածել է շատ համով լինում, շատ։ Ճիշտ ասած չեն լվանում, սունկը որ լվանում է սևանում է, բայց որ եթե ինքը դու հավաքում ես, գիտես որ մաքուր է, չես լվանում, բայց որ չես հավաքել առնում ես, ինչ իմանաս կարող է եւ գետի նանգել վերցել դրել են։ Ապահովության համար մի հատ ջրի տակն ենք պահում։ Ահա։ Մի հատ կտրենք։ Շատ փոքր մասերի չեմ բաժանում, 3 մասի եմ բաժանում։ Սիրելի հետևորդներ ջան։ Ինձ էլ հրթալ եմ կտրվում է։ Այսել եմ կտրում, սիրեք կապեր կտրվում եմ։ Իմ տղաս էլ է շատ սիրում սունկ, այսինքն տնեցիք սիրում է, նա թորս չի ուտում, համայակս ասում է բանա, փորացավ եմ կպնում։ Ես էլ ասած սիրելիներս, հիմա ինչ են տանելու։ Գազօջախը վառեցի սիրելիներս, յուղ եմ դրել, այս պոչերն էլ եմ դնելու, լսվում ենք, որ կամաց տապակվի։ Այս սոխն էլ դնենք կտրտենք, որ պատրաստ լինի, սիրելի հետևորդներ ջան։ Բերանը փակենք, թող տապակվի։ Հետո փոխեցի, որ լավ կարողանա խառնել։ Ահա ցոտը դալիքա կնքի։ Այս տակը թատրացնելու եմ ուժեղատակը։ Թատրացնեմ, որ մարմար եփվի։ Լա տեսեք ոնց է ճտճտալ են եփվում։ Իրան գոլորշիներ է տալիս, գոլորշի մեջ հանգիստ եփվում է։ Այս երեք հատը դառնալու է մի բուր։ Թողնենք եփվի։ Լավ փափկել է։ Լավ եփվի, որտեղ սունկը քիչ վտանգավոր է, նորմալ եփվի։ Իպտուն ծաղցանը հերիքա աղիչելու։ Սիրելի հետևորդներ, մի հատ էսա կհամտեսենք, տեսնենք, եթե եփված է, սոխը կլցնենք։
Սելի հետևորդներ ջան, սոխն եմ լցնում, համարյա եփված էր, համարյա, մի քիչ է որ սոխի հետ եփվի, արդեն հարմար կլինի։ Օրը կեսօր է սիրելիներս, արդեն քիչ-քիչ մայրամուտ է գալիս։ Ես էլ իմ տղայի սարքած սալն է, դե այսքանը մեր չի բաժանելու է։ Ինքն առանձին է սարքել, ես էլ մի երկու կտոր դետա առանձին եմ սարքել, նկարել եմ, տեսնենք որին սա համով լինելու։ Կողը լցրել եմ, լցրեցին միասին ճիշտ է։ Հիմա արդեն կարմրում է, այդ ավելի եմ թատրացրել, թողնենք կարմրի։ Մեր սունկը պատրաստ է արդեն, կարող էի անհատությունել ջարդել վրա, ձվածեղով սարքել, բայց դե չջարդեցի։ Առանձին է սունկը ծանր ուտելիքաս ծունել ջարդեմ վրեն, լավ չի լինի։ Բայց ցանկացողները ասենք ովքեր որ ցանկանում են, կարող են ձու ջարդել վրան։ 3 հատ մեծ գլուխը տեսեք ինչքան քիչ ստացվեց, փոքրացավ էլի թիվը։ Ասի ճաշակենք, տեսնենք ինչ համունի։ Ճիշտ ասած այսօր գնացի աշխատանքից վայր, նկարելու բան չկար որ նկարեի։ Հետո մտա խանութ, տեսա սունկը, մտքովս անցավ, ոնց որ սախոշակը տվեց էլի։ Ասի տանեմ սարքել։ Տեսնենք ինչ համուն է, բայց այնց անուշ հոտ ունի սոխի հետ միասին։ Սելի հետևորդներ շատ համեղ է։ Բայց որ մի բաժակ օղելիներ չէր խանգարի։ Շատ համեղ է, շատ։ Սելի հետևորդներ ջան, փոշմանեցի, բերեցի մածուն լցրեցի վրան, սունկը կարելի է մածունով ուտել, որտև ինքը կարող է մարդկա իրան ստամոքսը չի ընդունում, իսկ գիտեք որ մածունը չի թողնում, ընդունավորվելուց հեռու է պահում։ Սխտոր մածունով է շատ։ Սելի հետևորդներ ջան, շնորհակալություն հայտնեմ բոլորիցս, որ մինչև վերջ հետևեցիք իմ ալիքին, սիրելիներս։ Եթե ձեզ դուր եկավ, դուք էլ պատրաստեք, եթե դուք գիտեք ուրիշ տեսակի պատրաստել, տարբերակ մեկնաբանություններում գրեք, ասեմ որ սովորելը մենակ ասենք ջահել տարիքում չէ սովորում, մեծերն էլ են սովորում։ Այո, գրեք ձեր մեկնաբանություններում, սիրելիներս, չմոռանաք զանգակ կոճակը, բաժանորդագրվել, լայքել, սիրելիներս, շնորհակալություն ձեր գեղեցիկ խոսքերի համար, մեկնաբանությունների համար, սրտիկների համար, ովքեր սրտիկ չեն դնում, հենց նրանց են նայում, նրանցից էլ եմ շնորհակալ, բայց բաժանորդագրվեք սիրելիներս, որ մեր ալիքը առաջ գնա, նույն տեղում չդոփենք։
Ձեզ սիրելիներս կհանդիպենք հաջորդ հոլովակին։ Ստեսություն ձեզ։